ասածս որն է, որ Ամերիկան շատ ճիշտ արեց, որ առևանգեց Մադուրոին, Ամերիկան շատ ճիշտ է անում, որ աշխարհը ուզում է վերցնել իր կոնտրոլի տակ, Ամերիկայի միակ սխալը եղել է այն, եզակի սխալներից մեկը կամ լավ սենց ասեմ, եղել է այն, որ ինքը դուրս եկավ Ռուսաստանի դեմ։ Այսինքն Ամերիկան պետք է վերցնի ամբողջ աշխարհը, բայց ոչ առանց Ռուսաստանին կապնելու ու առանց Ռուսաստանի ազդեցության գոտիներին կապնելու։ Այսինքն որն է Ռուսաստանի ազդեցության գոտին։ Նախկին խորհրդային միության հանրապետությունները, այդ պետքա թողի Ռուսաստանին, իսկ մնացած ամբողջ աշխարհը ամբողջ ամերիկյան կոնտինենտը, հյուսային ու հարավային, այդ Գրենլանդիան, այո, Գրենլանդիա բապտի Ամերիկային էլի, բայց ումն է հիմա, անյայինն է, ումն է հիմա, այսինքն Ամերիկային է խիպտի չլինի, այո, պտի Ամերիկային էլի, Ավստրալիան, Ճապոնիան, այդ սաղ երկրները, ավստրալիական մարտհամակը, այդ սաղ պետք է ենթարկվեն Ամերիկային, Ամերիկան պետք է այդ սաղ վերցնի։ Բացի Ռուսաստանի ազդեցության գոտից, որովհետև Ռուսաստանին էլ որ փորձի կպնել, կընկնի Հիտլերի օրը, կընկնի մոնղոլ թաթարների օրը, կընկնի Նապոլեոնի օրը, այսինքն Ռուսաստանի կայսրությունը դի գոյություն ունենա, ու Ռուսաստանի կայսրությանը ոչ ոք կապնելու իրավունք չունենա, որտեղ կապնելով իրանք են վնասելու ընդամենը։ Ես սա կասեմ, ու Ամերիկան ու Ռուսաստանն էլ պետք է ապահովեն, պետք է կոնտրոլանեն ամբողջ աշխարհը պետք է իրանք կամ S1-ի ազդեցության տակ, ազդեցության գոտիները պետք է լինեն, ու իրանք էլ պետք է ապահովեն մարդու բարձրագույն արժեք լինելը ցանկացած աշխարհի կետում։